Կամ Արարատը ինչ է խանգարում, ասում Արարատը հայության սիմվոլն է։ Ինչպես հրեաների համար Սիոնն է սիմվոլ, առանց Սիոնի չկա Հրեաստան։ Այնպես էլ առանց Արարատի չկա հայություն գլոբալ իմաստով։ Արարատի նպատակ, Արարատի խորհուրդը Համլետ ջան 5165 մետրի չի։ Արարատի խորհուրդը հայության եւ մարդկության քրիստոնեական աշխարհի հարությունն ու նորածնունդն է։ Վերածնունդը ասեմ, հասկա։ Մեր վերածնունդն է։ Արարատի խորհուրդը դա հարության հաղթանակն է մահի նկատմամբ եւ հայ ժողովրդի հարության հաղթանակն է։ Դե բերեք սա մոռանանք։ Հետո հիմա դա հրճակավոր մենք ունենք, էլի մեծեր ունենք, էլի մենք պետք չի ամեն անգամ չասեմ, բայց Հրանտ Մաթեոսյանից լավ ոչինչ չի, ոչ մեկ չի կարող ասել, էլի։ Ասում եմ Մարտ ու Եվանասունի արանքում ընկած է հիշողությունը։ Եթե դու քո հիշողություն չունես, դու վեր ես ասում անասունի։ Այդ պատմական հիշողությունը չի նշանակում, էլի պատմական հիշողություն ունենալը գնալ ասել, գիտեք, ինչ կա Տիգրան Մեծի ժամանակ ծովից ծով են եղել, ուրեմն պետք է սաղ մեր հողերը տակ։ Դրա մասին չի խոսքը։ Խոսքը քո պատմական ժառանգության տեր կանգնելու մասն է, արժեքային համակարգին տեր կանգնելու մասին է։ Ինչ է նշանակում հայոց պատմությունը փոխել Հայաստանի պատմությամբ։ Իսկ Կիլիկիայի հայոց թագավորության պատմությունը իմ պատմությունն չի։ Դուք պատկերացնում եք Հունաստանում չհասնեն տրոյական պատերազմը կամ չհասնեն փոքրասիական պոլիսների պատմությունը, ինչը ասեն դե այսօր դրանք բանում են։ Թուրքիայի տարածքում են, մեզ հետ կապ չունեն։ Հիմարությունն է, չէ՞։ Ես որ դա արհեստական դիսկուրս է, որը վարչապետի պաշտոնը զբաղեց Տողանձը բերել է, որը ոչ մի լավ տեղ չի տանում։ Բայց ըստ հիմա ներկայիս ընդդիմությունը, հա, էֆեկտիվ կարող է դիսկուրսը ներկայիս ընդդիմությունը Համլետ ջան, այնքան բազմաշերտ է եղել։ Խորհրդարանական ընդդիմությունը։ Էլի բա խորհրդարանականն էլ է բազմաշերտ։ Ես գլոբալ իմաստով սենց ասեմ, ես հաղորդման սկզբում ասացի, որ բաները պայմանները հավասար չեն։ Երբ որ իմ ձեռքերը կապում են, ոտքերս կապում են ու ինձ ասում են գնա կռիվ արա, իսկ նրա ձեռքերը ազատ, ոտքերն ազատ, ձեռն էլ երկաթով խփում է։ Դու չես կարող իրավահավասար պայքարես իր հետ։